Գյումրու քաղաքապետ Բարգավաճ Հայաստան կուսակցության փոխնախագահը անհատական որոշում է կայացրել եւ ոչ ոք չի կարող բռնանալ քաղաքացու ազատ կամքի վրա։ Այս մասին այսօր մեծ զրույցում նշեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանի հայտարարությանը։ Նշենք, որ Բալասանյանը երեկ ասել էր, որ պաշտպանելու է գործող նախագահի թեկնածությունը։ Ես 2008 թվականին եմ պաշտպանել, հիմա եմ պաշտպանելու, որտեղ այս քաղաքի համար շատ գործեր է արել, այնպես որ ես վեր եմ տասում մեր քաղաքի շահերը քաղաքական եւ կուսակցական շահերից։ Հիշեցնենք, ԲՀԿ-ն որոշում էր կայացրել չմասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին եւ ոչ մեկին էլ չպաշտպանել։ Իդեպ հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուին սատարող ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը նախկին օրինաց երկրական է։ Բալասանյանը կայացրել է անհատական որոշում, ոչ թե որպես կուսակցական գործիչ եւ որևէ զուգահեռ ես չէի ցանկանա տանել։ Այսինքն դուք նորմալ եք գնահատում, որ ձեր կուսակցության փոխնախագահը պաշտպանում է։ Ես տվեցի պատասխան։ Նորից ասում եք կուսակցության փոխնախագահը։ Երրորդ անգամ եմ ձեզ ասում, դա անհատական որոշում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Ոչ ոք չի կարող բռնանալ քաղաքացու ազատության, ազատ կամքի դրսևորման նկատմամբ։ Իսկ հնարավոր է նույն Բալասանյանի սկզբունքով բոլոր ԲՀԿ-ականները նման որոշում կայացնեն։ Ես չգիտեմ ինչ է հնարավոր։ Իսկ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը անհատապես ինչ որոշում է կայացրել։ Դա իմ կոմպետենտության հարց չի, ախր այդ հարցին ես ինչպես պիտի պատասխանեմ։ Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած Բարգավաճ Հայաստանը 3 քաղաքապետ ունի, եւ եթե Գյումրու քաղաքապետը բացեիբաց հայտարարում է, որ սատարելու է Սերժ Սարգսյանին, ապա Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբյանյանը գաղտնապահ է։ Ազատություն ռադիոկանի զրույցում նա ասաց, որ թեև ինքն իր թիմով, անձնակազմով, կոլեկտիվով եւ ընկերներով արդեն իսկ որոշում է կայացրել, թե ում են սատարելու, նախագահ իրենց թեկնածուի անունը չեն հրապարակի։ Թե առաջիկա նախագահական ընտրություններում ինչ անհատական որոշում կկայացնի Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, անհայտ է։ Նա հեռախոսազանգերին չի պատասխանում։ Նկատենք, որ Գուլոյանը Գագիկ Ծառուկյանի փեսան է։ Իդեպ այսօր պատասխանելով Ազատություն ռադիոկանի այն հարցին, թե ինչպես է իշխող Հանրապետականը գնահատում, որ ԲՀԿ փոխնախագահը սատարում է Սերժ Սարգսյանին, Ազգային ժողովի փոխնախագահ Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե ով էլ որ լիներ Գյումրիի քաղաքապետը, տրամաբանական է, որ պետք է սատարեր Սերժ Սարգսյանին։ Կարծում եմ, որ անկախ նրանից ով լիներ Գյումրու քաղաքապետը, շատ օբյեկտիվ եւ ամբողջ ճիշտ կլիներ, որ պաշտպանային գործող նախագահին։ Ինչու՞, որովհետեւ այս 5 տարիների ընթացքում Աղետի գոտում եւ մասնավորապես Գյումրիում նույն ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակահատվածում որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվել։ Ավելին, բազմաթիվ գյումրեցիներ ստացել են բնակարաններ եւ այդ ծրագիրը գտնվում էր Հանրապետության նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում։ Արդյոք պատճառներից մեկը նաեւ այն չէ, որ ըստ էության Սերժ Սարգսյանն էր առաջադրել քաղաքապետի պաշտոնում պարոն Բալասանյանին։ Անկախ նրանից ով կլիներ Գյումրու քաղաքապետ, տրամաբանական էր, որ Գյումրու քաղաքապետը Գյումրեցիների շահերից ելնելով պաշտպանի գործող նախագահին։ Իսկ պայմանավորվածություն չէր կարող լինել երկուստեք, որ հիմա Հանրապետական առաջադրում է այդ պաշտոնում Հանրապետականը քաղաքական առևտրով չի զբաղվում։ Եվ Սամվել Բալասանյանն էլ Հանրապետականը քաղաքական առևտրով չի զբաղվում։ Իսկ ձեր կարծիքով մյուս ԲՀԿ-ականները, նկատի ունեմ քաղաքապետերը, տեղերում նույնպես աշխատելու են հօգուտ Սերժ Սարգսյանի։ Իմ կարծիքով դուք պետք է դիմեք ԲՀԿ-ականներին, այլ ոչ թե ինձ։